Էդուարդ Շարմազանովի հետ։ Գործի ելքի մասին հարցադրում չեմ ուղղում, որովհետև կապ չունի թե դատարանն ինչ որոշում կկայացնի, տեսնում ենք, որ շղթան շարունակվում է։ Ձեր կուսակից ընկերները, ձեր ընկերներն են կալանավորված, հետախուզում են, բնակարանների խոզարկություն են իրականացնում եւ տեղեկացանք այսօր նաեւ ԿՀ դատախազությունը դիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիություն զրկելու վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Ի վերջո ընդդիմության անելիքները, որոնք պիտի լինեն, թեև դուք չեք մասնակցել ընտրական process-ին, բայց աջակցել եք ընդդիմադիր ուժերին։ Ճիշտ են անում ինչ որ անում են այս պահին։ Տեսեք Զարա ջան, նախ ուզում եմ գնահատական տամ քաղաքականն ինչ որ տեղի ունենում։ Սա սպասելի է, որովհետև մենք ասել ենք, մի քանի անգամ էլ ես եմ ձեզ արձազրույցներում նշել, որ ընտրություններով Փաշինյանին չհեռացնելու պարագայում, Փաշինյանի վերընտրության կամ վերարտադրության պարագայում նա սաստկացնելու է ռեպրեսիաները իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Ու եթե 21 թվականի ընտրությունների ընթացքում Փաշինյանը մի բան ասում էր, հետո այլ բան անում էր, հիմա ինքը 26 թվականի ամբողջ ընտրարշավին սպառնացել է իր ընդդիմադիրներին, բոլորին ասել որ պետք է կալանավորի, բառերը ավելի լավ գիտեք, ու դա սպասելի էր այդ ռեպրեսիաները։ Ու ինքը անում այն, ինչ որ ինքը ասել է։ Իհարկե մենք դրա հետ համամիջ չենք ու դատապարտել ենք մեր կուսակցության հայտարարությամբ։ Հիմա ընդդիմության մասով, ասիկան տիտղոսային ընդդիմության մասով, դուք շատ ճիշտ նշեցիք, մենք չենք մասնակցել։ Ես չեմ ուզում կոռեկտ չեմ համարում, ես հիմա խորհուրդներ տամ մեր ընդդիմադիր գործընկերներին, իրանք ճիշտ են անում, սխալ են անում, ես ձեռնպակը մնա զուտ կոռեկտությունից ելնելով իրենց որոշելիքն է, մենք օրեր առաջ էլ ասել ենք, որ թեկուզ մանդատ վերցնեն կամ չվերցնեն, իհարկե ես ունեմ իմ մասնավոր կարծիքը, բայց դա տվյալ երկու ուժերի կամ եթե համալրական դատարանը հրաշքով որոշի, որ Ծառուկյանի թիմը Բարգավաճը վերականգնում է իր մանդատները 5, էլ իրանք պետք է որոշեն։ Ես հիմա գտնում եմ, որ սխալ է եւ արդյունավետ չէ կանգնել այս փուլում ընդդիմադիր տիտղոսային ընդդիմությանը, պարլամենտն անցած ընդդիմությանը խորհուրդներ տալ, ասել այսպես արեք կամ այնպես արեք, խոսքը ինձ է վերաբերում եւ քաղաքական ակտիվ ձերակատարներն են, թե չէ մարդիկ հասարակությունը միշտ էլ կարող է իր կարծիքն ասել։ Պարոն Շարմազանով, ամեն դեպքում դուք ինչպիսի սցենարներ եք տեսնում որպես փորձառու քաղաքական գործիչ, ճանաչելով նաեւ այսպես քաղաքականության երբեմնի ընդդիմադիր գործիչ Փաշինյանին այսօր արդեն մենք ինչ տեսել ենք, ասել ենք, նախ մենք չենք հավակնել ու չենք հավակնում ամենավերին ճշմարտություններ ասելու, բայց մենք տեսել ենք, թե քաղաքական process-ն ինչ ուղղությամբ են գնում եւ տարիուկես առաջ առաջարկել ենք վարչապետին անվստահության հայտնելու գործընթացը պարլամենտում, որը ավելի շատ ընդունված է ասել impeachment եւ Դավիթ Համբարձումյանին ենք առաջադրել, բայց ասել ենք, որ դա էլ դոգմա չի, եթե խնդիրը տեխնացուի անձն է, նույն Դավիթն էլ ինքը իր հայտարարությամբ ասել է, որ պատրաստ է նաեւ քննարկել որևէ խնդիր չկա, մեր նպատակը իշխանափոխությունն է եւ այլ տեխնացու առաջադրեն, բայց տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ, մեր ընդդիմադիր շատ գործընկերներ չգիտես ինչու համառորեն գնացին 21 թվականի ճանապարհով, հավատալով, որ ընտրություններով կարելի է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն ընտրություններով իհարկե կարելի է հաղթել, բայց արդար ընտրություններով կարելի է հաղթել։ Ես երբեք չեմ ասել, որ ընտրություններով հնարավոր չի հաղթել։ Բայց այդ ընտրությունները պետք է լինեն արդար, պետք է լինեն ազատ, պետք է լինեն հավասար պայմաններ, չպետք է լինի ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ, չպետք է լինի անմեղության կանխավարկածի կոպիտ ոտնահարում, չպետք է լինի ադմինիստրատիվ վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում, այդ ամենը եղել է ու այդ ամենով հանդերձ բնականաբար ես չեմ ասել որ անհնար է, բայց հավանականությունը քիչ ենք համարել։ Հիմա մենք չեմ ուզում հիմա մեղադրել մեր ընդդիմադիր գործընկերներին, բայց մենք ամենաարդյունավետ ճանապարհը դա ենք տեսել, որ ընդդիմությունը տարի ժամանակ ուներ Բագրատ Սրբազանի շարժումից հետո համախմբվել եւ նոր հեծանիվ պետք չի ստեղծել։ Մինչեւ չլինի փողոցային պրեսինգ, մինչեւ չլինի իշխանության անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն է, Շարմազանովն է, մեկը մինչև իշխանությունը իր կոմֆորտ զոնայից դուրս չգա, ընդդիմության խաղի կանոններով չխաղա, իշխանափոխությունը անհնար է։ Իսկ հիմա մենք տեսնում ենք եւ ամբողջ դրաշավի ընթացքում ցավոք սրտի, այնպես չի ես պատրաստի բաներ ունեմ, էլի դեղատոմսեր։ Եվ այս փուլում դեռ
մենք բոլորս դες էլ դրա մեջ դժբախտաբար պետք է ասեմ շարժվում ենք Փաշինյանի խաղի կանոններով Փաշինյանը հարցազրույց տալիս է մենք արձագանքում ենք Փաշինյանը հարցազրույց չի տալի մենք կարող նստած ենք բոլորը տենց է դուրս գալի ասինքն իսկ դա այդ դեպքում դու չես կարող փոխել ինչ պետք է անենք ես այս ժամանակ էլ եմ ասել պետք է impeachment-ի թեզը օգտագործել հնարավորինս ավելի շատ ոչ թե միայն հնարավորինս ստորագրություն տալու ասել ամեն ինչ նորմալ է, բայց հիմա ասում է «После драки кулаками не машут» կամ ինչպես ասում են «Զակից հետո կարմրություն» այդ պատմությունը գիտեք։ Դրա համար բերեք առաջ նայենք, ես չեմ ուզում հուսահատություն տարածեմ եւ հուսահատություն ասել։ Ամեն դեպքում ասել եմ, որ Հայաստանի քաղաքացին իր խոսք ասել է, նույնիսկ այս բռնաճնշումների ֆոնին, այս ոչ հավասար հնարավորությունների ֆոնին, այս ռեպրեսիաների դեպքում Հայաստանի ընտրությունների մասնակցած քաղաքացիների 50+% դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությանը, Հայաստանի վիլայետացման քաղաքականությանը։ Պարոն Շարմազանով, ինչպես դուք ասացիք, տիտղոսային ընդդիմադիրները այս փուլում միանալու, միավորվելու կոչ են անում։ Այս փուլում միավորվելուն դուք ինչպես եք գնահատում, ինչ հնարավորություններ կլինեն հաշվի առնելով, որ շատերը նշում են միավորվել պետք էր նախքան ընտրությունները։ Ես հիմա չեմ ուզում էլի դրա մեջ մտնեմ։ Միավորումը պետք է լինի նախ եւ առաջ գաղափարական։ Ոչ թե անձերի շուրջ, գաղափարական։ Եվ եթե դուք ասում եք հանրապետականը միշտ էլ ընդդիմության միավորման կոչ է, բայց գաղափարական։ Եվ հետո պետք է հստակեցնենք ընդդիմությունն ով է։ Իմ համար ամեն մեկը, որ քննադատում այսօր Նիկոլ Փաշինյանն, իմ համար ընդդիմադիր չի։ Այսօրվա ճակերտավոր ընդդիմադիրների մեջ լիքը Նիկոլի հաճախորդներ կան։ Նրանք ամեն մեկը ընդդիմադիր, ասենք համ ես եմ ընդդիմադիր, համ Աշոտյան Արմենն է ընդդիմադիր, համ էլ լիքը մարդիկ, որ հենց Նիկոլը գործ չի տալի դառնում են ընդդիմադիր։ Ես չեմ ուզում որևէ մեկ, բայց դա էլ պետք է հասկանանք ով է ընդդիմադիր, ով չէ։ Իսկ առհասարակ, այո, գաղափարական միասնությանը միայն կողմ եմ, գաղափարական համախմբմանը կողմ եմ եւ մեկ անգամ չէ որ ասել եմ, ամիսներ առաջ էլ նշել եմ, որ մի կողմում Հայաստանի անկախության հռչակագրի պաշտպանները պետք է լինեն, Հայաստանի երրորդ հանրապետության պաշտպանները, մյուս կողմում Հայաստանի արևմտյան ադրբեջանացման ջատագովները։ Էդ է բաժանումը տենց է գնում։ Սա ոչ թե կուսակցական բաժանում է կամ ընդդիմություն իշխանություն բաժանում է։ Սա 90 թվականի օգոստոսի 23-ի, 91-ի սեպտեմբերի 21-ի, այոյի մի կողմից եւ մյուս կողմից Պրագայում 22 թվականի հոկտեմբերի 6-ի Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելու, օգոստոսի 8-ի եւ առհասարակ այս խաղաղության, ճակերտավոր խաղաղության գործընթացի, որը իմ համար Հայաստանի վիլայետացման նման մի բան է։ Շնորհակալություն։